Պարոն Սիմոնյան, նախ խնդրեմ անդրադառնալ այս գործընթացին, որը տեղի է ունենում, այստեղ իրավական որևէ տարբեր տեսնում եք, թե ինչպես հայտարարել է շատ իրավական ոլորտի շատ փորձագետներ ամբողջությամբ քաղաքական։ Տեսեք, ես անձամբ գործի նյութերին չեմ տիրապետում եւ ձեր նման ինչ ինֆորմացիա ունեմ լրատվական միջոցներից գիտեմ եւ այն ինֆորմացիան, որ կա, այնտեղ որևէ հանցակացում չկա, ակնհայտ է, որ գործընթացը քաղաքական է եւ դա չի թաքցնում գործադիր իշխանության ղեկավարը իր բոլոր հայտարարություններով։ Հաստաբանները արդեն նշել են, որ ամբողջությամբ անհիմն է գործը եւ իրավական հիմքերը բացակայում են, հույս ունենք, որ մասնագիտական բարոյականությունը կգերակայի եւ ստանանք այնպիսի որոշում, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայցը ազգայնացնելու գործընթացը սկսվել, կառավարությունը սկսվել է արդեն ազգային ժողովը բերելու եւ այլն։ Արդյոք այս process-ը Սամվել Կարապետյանի շուրջ տեղավորվում է հենց հայցը ազգայնացնելու գործընթացի մեջ։ Դե ախր Ժորժ ջան, ինքներդ եք տեսնում, որ գործադիր իշխանության ղեկավարը ուղղակիորեն հետապնդում է սկսել եւ իրավական գործիքակազմը օգտագործում է հետապնդման համար։ Եթե բիզնեսին է արդեն հայացք ուղղել, դա նշանակում է, որ ինքը պետք է հասկանա, որ ներդրումային միջավայրը Հայաստանում չափազանց խոցելի է եւ եթե հերթական ներդրումներով ստացած եւ կայացած կազմակերպությանն է թիրախավորել, մյուս բոլոր ներդրողները եւս պետք է հասկանան, որ քաղաքական իշխանությունը հնարավոր է վաղ թե ուշ նաև մոտենա իրենց բիզնեսներին։ Իսկ բիզնեսը եւ փողը շատ նուրբ գործիք է եւ քաղաքական իշխանությունները որ երրորդ անգամ որ մոտենում են բիզնեսին քաղաքական նկրտումներով, բնականաբար որ այդ երկրում բիզնեսը չի կարող զարգանալ, ներդրումներն էլ չեն կարող ապրել։ Իրավական տեսանկյունից ինչպես է հնարավոր մասնավորից վերցնել բիզնեսը։ Դա շատ բարդ եւ նուրբ իրավական գործընթաց է, չգիտեմ ինչ օրենսդրական նախաձեռնությամբ պետք է հանդես գան, որ լինի կնայենք, կարծիքը կասենք, բայց ակնհայտ է, որ եթե անգամ օրենքի մակարդակով այդպիսի բան տեղի ունենա, հարկատուների հաշվին պետքա փոխհատուցում լինի ներդրողին։ Սա եւս ժողովուրդն է դժում, որովհետև պետ բյուջեից փոխհատուցում պետք է կատարվի։ Փաշինյանը բերում է Զանգեզուրի կոմբինատի օրինակ, ասում է։ Նա ազգայնացում չէր, նա նվիրատվություն էր։ Նա նվիրատվություն։ Ազգայնացումը իրավական առումով իրենց ինչ է ընդհանրում։ Ես չգիտեմ ինչ օրենքի նախագիծ են բերելու, բերենք հասկանանք ինչ է իրենց ներկայացնում։ Դե ազգայնացումը ոչ այդքան իրավական բառ է։ Այս ավելի շատ պատմաքաղաքական բառ է։ Այս կապիտալիստական երկրում սա ունեցվածքի խլում չի նշանակում։ Ունեցվածքի խլումը զուտ իրավաբանական տեսանկյունից եւ որ սեփականությունը վերցնում ես, փող չես տալիս դրա դիմաց։ Ազգայնացումը, եթե բոլշևիկյան տրամաբանությամբ նայենք, այո, դա նույնն է, խլումն է։ Բայց եթե դա օրենքի մակարդակով պետք է տեղի ունենա, դա ենթադրում է փոխհատուցում, ենթադրելու է փոխհատուցում։ Ես չգիտեմ, նախագիծը կարող է ստիպել, ասել արի ընկերությունը տուրում ես, մենք ես փող կտանք, չեմ ծախում։ Եթե օրենքը լինի, կարդանք, կհասկանանք ինչ մեխանիզմերով են դա ենթադրում։ Զուտ մաքուր իրավունքի տեսանկյունից հիմա էլ կարող ենք ասել, որ դա բավականին խոցելի է, հատկապես այն բառապաշարը, որ օգտագործվում է, շատ խոցելի բառապաշար։ Եվ ազգայնացումը եւ դրանից հետո մնացած բառերը, որոնք օգտագործվում են։ Պարոն Սիմոնյան, եկեղեցու թիրախավորելը Նիկոլ Փաշինյանի կողմից ինչպես կդնորոշեք, նա ասում է ես լեգիտիմության հարց եմ ուղղել։ Նա արդյոք իրավունք ունի որևէ կերպ հայտարարություն անել կամ միջամտել եկեղեցու։ Տեսեք, տվյալ պարագայում գործադիր իշխանության ղեկավարը խոսում է Հայաստանի Հանրապետության անունից։ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է կրոնի, մտքի, դավանանքի ազատությունը եւ պետական իշխանության որևէ ներկայացուցիչ իրավունք չունի միջամտել կրոնական կազմակերպության ներքին գործերին եւ ինքը որոշի թե ով պետք է նշանակվի առաջնորդ, ով չպետք է նշանակվի եւ այլն։ Մենք ոչ միայն ազգային մակարդակում խնդիր ունենք եւ համանդրության հետ խնդիր ունենք գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունների կապակցությամբ, այլ նաեւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում ավելին կան նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախադեպեր,
որոնք որ ուղղակիորեն դատապարտել են նման գործելավոճը։ Թե Հունաստանում կա, թե Բուլղարիայում կա, բավականին նախադեպային իրավունքը այս տեսանկյունից զարգացած է եւ բոլոր տեղերում էլ կոնվենցիոն խախտում է դա դիտարկել։ Դրա համար այն գործընթացը, որ այսօր սկսվել է գործադիր իշխանության կողմից, պետք է կասեցվի հենց իրենցից կողմից, որովհետև դա եւս պետության համար հետագայում խնդրեմ է լինելու, որովհետև ելի եւս մեկ անգամ Հայաստանի Հանրապետությունը պետք է պարտվի եվրոպական դատարանում եւ այդ գումարները ելի պետբյուջեից պետք է փոխհատուցվեն, այսինքն հարկատուներից։ Այսօր Նիկոլ Փաշինյանը սպառնում է հեցի աշխատակիցներին, որ օրինակ ովքեր մասնակցեն այս հավաքներին, նրանք այդ պետականացումից հետո այլևս չեն աշխատի։ Այսպես օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, որոնք ընդվզում էին իրեն, այլևս չեն աշխատում։ Պաշտոնական դիրքի չարաշահանք։ Պատասխանեցի այդ տարբերությունները պաշտոնական դիրքի չարաշահանք։ Իրավական գործընթաց եւ քաղաքական գործընթաց։ Կհետևի արդյոք։ Իսկ դուք հավատում եք դրան։ Ես անձամբ չեմ հավատում։ Պղնձամոլիբդենային կոմբինատի այն աշխատակիցները, ովքեր դեմ էին եղել Նիկոլ Փաշինյանին, մինչ օրս համարվում է սև ցուցակում են մինչ օրս եւ աշխատակիցները տեղավորվել։ Այս գործընթացը, որ իրականացին հեցի աշխատակիցների դեմ, ով կարող է օրինակ դադարեցնել կամ աջակցել քաղաքացիներին, եթե դա պետական մակարդակով է։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ սահմանված է, որ խտրականությունը արգելվում է մարդկանց, քաղաքացիների, այդ թվում քաղաքական հայացքների ձեռքերում։ Չի կարելի մեկ մարդուն ընդունել աշխատանքի, որ նա օրինակ հարում է իշխանության քաղաքական հայացքներին եւ մյուս մարդուն գործից անել, որ նա հարում է օրինակ ընդդիմադիր քաղաքական հայացքներին։ Սա սահմանադրության խախտում է եւ մարդու իրավունքների կողտագույն խախտում, որը նաեւ ելի նույնիսկ կրկնեմ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով եւ կոնվենցիայով արգելված արարք է։ Եվ պարոն Սիմոնյան, ձեր նախկին գործընկեր Էդմոն Մանուկյանը իմպիչմենտի գործընթացի մաս է դառնում, դա հնարավոր է իրականացնել, արդյոք իրատեսական է, որ իմպիչմենտով Նիկոլ Փաշինյանին հեռացնել իրավական հարցեր տակ։ Դե նախկին գործընթացը դուք է պատգամավոր եք եղել նախկին։ Քաղաքական գործընթաց։ Բայց դուք պատգամավոր իրավաբանորեն է դա ձևակերպում եւ իրավական մեխանիզմը կա, քաղաքական գործիչները իրենց գործողություններով պետք է կարողանան այդ մեխանիզմը օգտագործել։ Դա ստացվի թե չի ստացվի, դա արդեն կոնկրետ գործընթացից է կախված, ես չեմ կարող կանխատեսել քաղաքական գործիչ չեք կարծում հնարավոր այսօրվա իրավիճակը հաշվի առնելով խորհրդանում են իմպիչմենտով չեմ կարող պատասխանել, ես արդեն քանի տարի բուն քաղաքական գործընթացներից դուրս եմ։ Երջանիկ ապրում եք։ Երջանիկ չեմ ապրում, բայց իրավական գործընթացներով եմ ավելի շատ։ Պարոն Սիմոնյան, իրավական հարցը դարձում պատվող ռազմագերիների եւ պատանքների հետ կապված է, հետևում են գործընթացների։ Հայաստանի Հանրապետությունը իշխանությունների գլխավորությամբ հայտարարում է, որ իրենք աշխատանքներ տանում։ Դուք տեսնում եք այդ աշխատանքների արդյունքները։ Ասեմ, որ ոչ միայն հետևում եմ, այլ նաև որոշակի մասնակցություն ունեմ մեր գերիների իրավունքների պաշտպանության գործում եւ կարող եմ նաև նշել, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական գործընթացներում առնվազն որևէ ձևով չի նպաստում, որպեսզի գերիները օր առաջ ազատվեն։ Թե ինչ են բանակցում, ես չգիտեմ, բայց զուտ իրավական գործընթացներում այդպիսի ակտիվ մասնակցություն չենք նկատել, հակառակը երբեմն հայտարարությունների մակարդակում վնաս են հասցնում որոշ իրավական գործընթացներին, որոնք տարվում են այդ թվում գերիների ընտանիքների պաշտպանության միջոցով։ Հնարավոր է հայրենիք վերադարձնել։ Իրավական ճանապարհը շատ կարևոր գործիքակազմ է պարունակում, որոնք օգնում են հետագայում այդ հարցը նաև բարձրացնել քաղաքական, դիվանագիտական եւ այլ հարթակներ, բայց առանց իրավական ճանապարհի այդ գործընթացը շատ ավելի բարդ կլինի։ Այսինքն քաղաքական ճանապարհ։ Տեսեք, Ադրբեջանը ոչ իրավական պետություն է։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը բոլորիս են հայտնի, Մարկի դատարանն էլ դա արձանագրել է։ Դրա համար ակնկալել, որ Ադրբեջանը ինչ-որ փուլում կհետևի իրավունքի գերակայության գաղափարին, միամտություն պետք է թվա, բայց սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել իրավական գործիքներից, որովհետև դա շատ լուրջ ճնշման գործիք է։ Մենք տեսնում ենք, որ որոշակի առումով երբեմն
ազդեցության որոշակի, այսպես ասած, չափաբաժին կարողանում ենք ապահովել, որ հետագայում դա օգտագործվի այլ գործընթացների համար։ Շնորհակալ եմ։